Հովնաթանը Հեբուսթե անունով մի որդի ուներ։ Երբ նա 5 տարեկան էր, բնակվում էր Սավուղ թագավորի տանը։ Ժողովուրդը վախեցած էր Սավուղի և նրա որդու Հովնաթանի մահվանից հետո։ Եվ այն ժամանակ դայակը Հեբուսթեին ասաց. «Մենք պետք է փախչենք և թաքնվենք, եթե չփախչենք, քեզ կսպանեն»։ Տղան և դայակը վազում էին, որ փրկվեին։ Երեխան չէր կարողանում արագ վազել, և դայակը գրկեց նրան, սակայն նա չկարողացավ երեխային պահել ձեռքերում։ Հեբուսթեն ընկավ և վիրավորվեց։ Թշնամիները չգտան Հեբուսթեին։ Նա ապահով տեղում էր, բայց ամբողջ կյանքում կաղ մնաց։ Երբ Դավիթը թագավոր դարձավ, նա հիշեց իր ընկեր Հովնաթանի մասին։ «Կա արդյոք նրա ընտանիքից ողջ մնացած մեկը»։ հարցնում էր նա։ Ծառան պատմեց Դավթին Հեբուսթեի մասին։ Դավիթը ուղարկեց իր մարդկանց բերելու Հովնաթանի որդի Հեբուսթեին։ Հեբուսթեն արդեն մեծացել էր, սակայն վախենում էր Դավթին հանդիպելուց։ Նա դեռ կարծում էր, թե իրեն կարող էին վնասել։ Սակայն Դավիթը շատ ուրախ էր իր ընկերոջ տղային տեսնելու համար։ «Մի վախեցիր», ասաց նա, «քո հայրը իմ ընկերն էր, ես նրան խոստացել էի միշտ օգնել, բայց նա մահացավ։ Ես ցանկանում եմ, որ դու ապրես ինձ մոտ և օգտվես իմ սեղանից»։ Այդ ժամանակ Հեբուսթեն ընտանիքով տեղափոխվում և բնակվում է Դավթի տան կողքին։ Նրան Դավիթը ընդունեց որդու նման։ Դավիթը կատարեց Հովնաթանին տված իր խոստումը և շատ լավ էր վերաբերվում նրա որդուն։ Դավիթը խոստացավ Հեբուսթեին հոգ տանել նրա և իր ընտանիքի մասին։